Ահա, այս առավոտ իսկապես լրիվ իմ եւ Մանեի առավոտն է։ Համեղ, խոհանոցային թեմաները շատ բազմազան, ինչից ասած խոսացինք խոհանոցային թեմաներից, բայց չհայտնվեցինք խոհանոցում։ Դե հիմա կհայտնվենք, բայց մինչ եթերում հայտնվելը Միկային կամաց հարցնում է, իսկ դու գիտես, որ ես հում կարտոֆիլ եմ ուտում։ Գիտեիր։ Բարի լույս ասենք մենք անշին։ Բայց ինչի համար։ Շատ համեղ է, հիմա կհասկանաս ինչու։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, մենք փորձ ենք ունեցել այստեղ, այո, այդ մասին արդեն խոսել ենք։ Դուք դդմիկ կերար հում, Այո, բայց կարտոֆիլ դեռ ոչ։ Դդմիկ։ Թե սունգ էր։ Սունգ չես կերել դու, ես չեմ շփվելու այդ թեմայով քո հետ այլևս։ Չէ, հում դդմիկ էր, չէ։ Հում դդմիկ, շատ համեղ է։ Բայց պատահական չէ, որ ասացի կարտոֆիլի մասին, որովհետև Անուշ այսօր կարտոֆիլը արդեն եփել էր եւ ես չհասա հում կարտոֆիլին։ Այսօր մենք ունեցանք այդ հնարավորությունը, որ դու տեսնենք դա ինչպես ես դու այդպես ուտում հում կարտոֆիլը, արդեն եփված է եւ մենք մի փոքր այսպես սեղմել ենք ու դրել ենք տապակվելու։ Մանուկ տխրեց տեսա։ Կարող ենք ուղղակի ջեռոց դնել այսպես եւ պարմեզան պանրով դնել ջեռոցի վրա, որպեսզի մի փոքր խրթխրթան դառնա։ Իսկ մենք հիմա կարագով որոշեցինք այստեղ թավայի վրա տապակել եւ պարմեզանը կավելացնենք վրան։ Եվ կարտոֆիլի հետ կմատուցենք սագախոտով աղցան, որի համար կօգտագործենք անանուխի տերևներ մի քիչ ամառային համ ու հոտ թարմություն տալու համար։ Այո, հիմա Քանի որ կարտոֆիլը շատ արագ է պատրաստվում, սիրելի հեռուստադիտողներիս, Անուշը չի պատրաստվում խոհանոցում մնալ 1 րոպե անգամ ազատ, հանգիստ եւ վայելել իր ժամանակը, պետք է ինչ-որ մի բանով զբաղվի, մի բան պետք է պատրաստի, որոշեց աղցան պատրաստել, զուգահեռաբար։ Այո, եւ հետո ընդհանրապես պետք է, չէ, կարտոֆիլի հետ ինչ-որ կամ լավ թանձրուկ է պետք, հետաքրքիր, բայց աղցաններն էլ նմանատիպ իհարկե շատ համեղ ու հետաքրքիր են դառնում, ել չեմ ասում կարևորության մասին, որ հատկապես սագախոտը ինչու ընտրեցի այս անգամ շատ համեղ է, բայց շատ օգտակար է, օրինակ օմեգա 3 ամեն մթերքի մեջ չէ, որ կա, եւ սագախոտը պարունակում է օմեգա 3, դրա համար անհրաժեշտ է շատ օգտագործել սագախոտ։ Ուղղակի կարելի է խաշել ու հավկիթով համտեսել։ Նախաճաշ անել։ Այո։ Այս ամենի մեջ ինձ գրավեց անանուխը։ Ինչ է։ Անանուխը։ Անանուխը, այո, այնքան հետաքրքիր համ է տալիս, ընդամենը 1-2 տերևը արդեն փոխում է աղցանի համը։ Դեպ սովորական ամառային աղցանն էլ մեր արդեն դասական դարձած, եթե պատրաստում են, կարող եք կանաչներին զուգահեռ ավելացնել անանուխ եւ այդ թանձրուկի հետ կիտրոնի, ձիթայուղի միանգամից այլ համ է ստանում, այնպես որ պետք է, ինչպես վայրկյաններ առաջ նշեց պարոն Մամուլյանը, պետք է իմպրովիզներ անել եւ ստեղծագործել խոհանոցում, որովհետեւ մարդու քիմքը ճանաչում է 8000 մթերք եւ դա պատկերացնում եք ինչպես կարելի է համադրել այդ մթերքները։ Ինչն էլ անում է Անուշը մեր խոհանոցում։ Այսպես, հիմա արդեն կարծես թե մի փոքր պատրաստ է, այո։ Կարմրել են։ Կարտոֆիլ պիցա է լինում, հա։ Բույրը զգում եմ, հրաշալի է։ Փոքրիկ պիցայիկներ։ Այո։ Կարտոֆիլիկ պիցայիկներ։ Ավելի շատ կոտլետներ։ Լավ, կոտլետ։ Կողմնորոշվիր Միկա։ Իրականում սա երբ ժամանակ չունենք տապակելու, արագ դնում ենք խաշվում է եւ մենք անցնում ենք մեր գործերին։ Այո։ Իսկ կարտոֆիլը խաշած ուղղակի այստեղ մի քանի րոպե արդեն բավական է, որպեսզի տապակվի եւ շատ համեղ հետաքրքիր ընթրիք ստանանք կամ ճաշ։ Իսկ դու ավելի շատ սիրում ես այս երիտասարդ կարտոֆիլը, թե Տարբերություն չկա, ճիշտն ասած։ Ինչպես թե չկա։ Բայց Քեզ համար ինչպես թե չկա։ Դե երիտասարդ կարտոֆիլն էլ, որ այդ շրջանը գալիս է, հա, ախորժակետ ինչ-որ բացվում է, ավելի ինչ-որ բան։ Պստլիկ կարտոֆիլ։ Սամիթով, կարակով տապակում է, շատ համեղ է լինում։ Բայց Ջեռոցում։ տապակած կարտոֆիլ երևի թե այդպիսի մարդ չկա աշխարհում, հատկապես մեր հայերի մեջ, չէ, որ չսիրի։ Չի սիրում։ Ես չեմ ճանաչում ամենայն դեպս այդպիսի մարդ։ Այո, Որ որ տապակած չսիրի։ կարտոֆիլ չի, դու ճանաչում ես, Անուշ, որ տապակած կարտոֆիլ չսիրի։ գրեթե ոչ, ուզում եմ հիշել ով է այդպես Չկա, ասել, չէ։ Չկա։ Հիմա պարմեզան պանիրը քերենք եւ ավելացնենք վրան։
ու շատ քիչ աղ կավելացնենք, որովհետև մենք աղ չենք արել, որովհետև պարմեզանը աղի է եւ շատ պետք չէ, ու սև պղպեղ կավելացնենք։ Միայն պարմեզան պանիրով արդեն այնքան համեղ է, որ ուրիշ ոչինչ անհրաժեշտ չէ։ Միայն պարմեզան պանիրը, որ արդեն ասում ենք, արդեն վերջ։ Խոսքերն ավելի։ Կարող է կարտոֆիլի չլինել։ Բայց մենք ունենք նաև աղցան, պետք չէ աղցանին մոռանալ։ Իսկ կարող է աղցանի վրա էլ մի փոքր պարմեզան պանիր քերենք։ Կարող ենք, իհարկե, այլ ձևով կքերենք, ոչ այսպես մանր, կարելի է մեծ։ Մի փոքր էլ ավելացնենք։ Ուղղակի ես հենց պանիր եմ տեսնում, հատկապես համով պանիր։ Ամեն տեղ օգտագործել այդ պանիրը։ Բայց իսկապես ես ամեն տեղ օգտագործում եմ պանիր։ Հա։ Ամեն տեղ։ Իսկ հայկական պանիրներ ես նախընտրում, թե ավելի Եվ հայկական, հալվող տեսակի պանիրի մասին է խոսքը, եւ ոչ միայն արտասահմանյան, արտասահմանյան մոցարելլա։ Եվ հիմա լոլիկը կտրենք։ Իրականում շատ հեշտ գտնվող, այսպես ասած, բաղադրիչներ եմ ընտրել, որպեսզի ցույց տանք, այո, ամենահասարակ բաղադրիչներով, բայց մի քանի փոքրիկ ավելացված մի քանի հետաքրքիր կանաչիով կամ համեմունքով, որքան կարող է տարբերվել։ Բայց ամառ ինչ հեշտ է, չէ, ապրելը։ Այո։ Չէ։ Լոլիկ, վարում։ Հեշտ է կանանց համար ուղղակի տանը հասկանալ, թե ինչ կարող են պատրաստել։ Օրվա ընթացքում, օրվա մեջ 1-2 լոլիկ վարում գուտում, եւ վերջ։ Իդեպ ու չես էլ կշտանում իրականում լոլիկից, հատկապես մեր հայկական լոլիկից, մի քիչ աղ սևի բաժանում է, պղպեղանում ես եւ լավաշն ու պանիրն էլ հետը։ Վերջացավ, խոսքեր ավելորդ են։ Գիտեք, այդ ավանդույթը, որ ասում են մայիս ամսին, չի կարելի հարսանիք անել։ Ինչու է ստեղծվել այդպիսի ավանդույթ։ Բերք ու բարիքը քիչ են եղել։ Այո, հենց դրա համար։ Ու հիմնականում, բայց ասում են, որ աշնան բերքն է ամենից առատը։ Աշունն են երևի թե ամենից շատ հարսանիքներ արել։ Դե աշնան միրգը ընդ խաղող, ման լավ չի, սոված ես, համբեր մի քիչ։ Ուղղակի մանե որ սովածանեմ է դրա համար։ Մի փոքր ավելացնենք։ Ինչ եղավ։ Դե ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ նորմալ է։ Աղ ու սև պղպեղ կավելացնենք։ Եվ իհարկե հուսայուղ ու կիտրոնի հյութ։ Եվ կարտոֆիլով կմատուցենք։ Եվ ես շատ շտապում եմ եւ աշխատանքից երբ վերադառնում եմ տուն ու պետք է արագ ընթրիք պատրաստել։ Սա ինձ համար ամենաարագ պատրաստվող ընթրիքն է, որ բոլորն էլ գոհ մնան։ Լոլիկը մի փոքր էլ կկտրենք եւ անցնենք կանաչիներին։ Եվ այդ ընթացքում արդեն կարտոֆիլը կտապակվի։ Այստեղ ունենք համեմ։ Եվ իհարկե այս ցանկության կարող եք նաև սոխ ավելացնել։ Այո, սոխ։ Կամ կարմիր սոխ, կամ կանաչ սոխ։ Կանաչ սոխ։ Ես սիրում եմ համեմը, ճիշտն ասած, նման լոլիկով, վարունգով, աղցանի հետ սիրում եմ համեմ օգտագործել։ Ես սամիթ էլ եմ սիրում։ Համեմ, սամիթ, այո, ռեհան։ Այո, ես ուզում ասեմ, մոռացակ թագուհու մասին, ռեհանը կանաչների թագուհի չէ համարվում։ Ու այս ամենի հետ կարելի է նաև ռեհանով զովացուցիչ ըմպելիք պատրաստել։ Այո, ես էլ, հատկապես անանուխը ունենք։ Անանուխն ունենք։ Իդեպ միշտ, երբ որ անանուխը որևէ ուտեստի մեջ օգտագործում եմ, այսինքն եթե արդեն կա տանը, անպայման նաև զովացուցիչ որևէ ըմպելիք։ Կիտրոնը կա, անանուխը կա։ Կիտրոնը, այո։ Նարինջն էլ կարող ենք, ռեհան էլ եթե ունենք, ավելի լավ։ Իսկ դուք փորձել եք թանի մեջ ավելացնել անանուխ։ Իհարկե։ Իհարկե։
Իսկ դուք փորձել եք թանի մեջ ավելացնել ռեհան։ Ոչ։ Թանի մեջ ոչ։ Պետք է փորձել։ Բա, Մի քիչ մանուշակագույն է դառնում, թե ոչ։ փորձեք տեսեք։ Լավ։ Անանուխը չանցավ իմ մոտ դրա համար։ Հենց նոր իմպրովիզ արեցիր դու դա, թե փորձել ես։ Չէ, չեմ փորձել, բայց եկավ մտքից, որ կարելի է։ Հասկացա, կարելի է փորձել։ Հա։ Եթերն ավարտվելուց հետո մենք կարող ենք փորձել։ Հա։ Ահա։ Հո, Հիմա կտրենք նաև Անուշ, անանուխը։ խնդրում եմ, մեր կարտոֆիլները կպահես, հա, մենք ուզում ենք նաև թանը ռեհանով փորձել։ Բայց այսօր կարելի է փորձես։ Հենց դա է Փորձես։ ասում, որ եթերից անմիջապես հետո, որովհետև Անմիջապես Փորձենք։ հետո շատ քիչ է մնացել եթերի ավարտին, կարող ենք Անպայման փորձել։ փորձենք։ Չվախեցնես, անպայման փորձենք։ Եվ կփորձենք։ Եվ գուցե հենց այսպես են ծնվում խոհարարական հետաքրքիր գլուխգործոցները։ Եվ այդ ըմպելիքը կանվանենք քո անունով Նիկա։ Իսկապես։ Որպես հաղթական ըմպելիք Այդ բանը Առավոտ հավանեցիր լսեմ։ կարծես։ այսուհետ թանը ռեհանով եթե ստացվի համեղ, Ինչ է լինելու թան ռեհան միկա, այդ ինչ անունով ոնց է լի ռեհան միկա։ Ինչ է անունը լինել, ասա քո անունով ենք անվանելու։ Մի ռեհան։ Այո, միկայի առաջի տառել է մի ռեհան։ Միրեհան չէ, Միրեթան։ Միրեթան։ Այո, Միրեթան։ Դες ինչ սիրուն անուններ են մտածում առավոտ շուտ, իսկ դու ասում ես Միրեթան, ճիշտ է։ Միրեհան, Միրեթան։ Միրեթ։ Նոր ըմպելիք, Միրեթան։ Այո։ Բայց պիտի հասկանանք համեղ կլինի, թե հետո կթունավորվեն։ Չէ, դե այնպեսի բաներ չկա, որ թունավորվեն, բայց համեղը ենթադրում եմ Կլինի, համեղ լավ։ կլինի։ Մենք խոստանում ենք այդ փորձարկումը անել, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մանրամասները այդ փորձարկման կիմանաք, եթե Instagram-ում հետևեք մեզ եւ բաց չթողնեք ու առաջարկեք նաեւ ձեր տարբերակները։ Չէ՞։ Այո։ Օրինակ, ես հիշեցի տաղավարում մի օր ես գիտես ինչ եմ փորձել։ Այն հայտնի գազավորված ըմպելիքը մարինադի, վարունգի մարինադի ջրով։ Դա ինչ որ տրենդ էր Instagram-յան եւ բարձրացավ որ շատ համեղ է։ Համեղ է, հա։ Հո, շուտ։ Չեմ պատկերացնում։ Ես մեծ իրով խմում էի։ Դե դա որպես պատիժ էր վիկենդյան խաղի, բայց բարձվեց ոչ էլ պատիժ էր, շատ համեղ էր։ Հետո որոշեցի միշտ պարտել։ Հետո միշտ պարտվում եմ վիկենդում։ Անուշ պատրաստեց, Այո։ Հիմա մենք արդեն փորձենք կարտոֆիլը գեղեցիկ վերցնել, այսպես։ Իհարկե սա կարող եք նաև ջեռոցում դնել։ Այսպես դասավորենք եւ կողքին կդնենք աղցանը։ Իդեպ մեր մատուցման այս ափսեն շատ գեղեցիկ է։ Այո։ Դու էիր ուզում ասել։ Անկեղծ է։ Չհասցրեցի։ Անկեղծ։ Ես առաջ ընկա։ Ոչ թե ուզում եի ասել, մտածում եի, որ հետո ասամ։ Հա։ Ես չդիմացա։ Կիսվում ենք մեր կարծիքով հեռուստադիտողների հետ։ Ահա։ Եվ աղցանը դնենք կողքին։ Եվ սա լիարժեք մի փոքր իհարկե կարող է նաև միս այդ ընթացքում տապակվի, օրինակ ջեռոցում։ Կամ հակառակը կարտոֆիլը ջեռոցում, իսկ թավայի վրա միսը։ Եվ Կարելի է հավի կրծքամիս ավելացնել այս ուտեստին, որ ավելի թեթև լինի։ Համաձայն եմ։ Այո։ Այսպես, եւ քանի որ Նիկան ասեց, կարող ենք նաև ավելացնել պարմեզանը։ Մենք այստեղ ունենք այսպիսի փորձենք այսպես մի քանի կտոր ուղակի առանձնացնենք ու դնենք վրա։ Այսպես։ Անուշ, Եվ վերջ։ մենք այնքան շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Անուշ։ Անուշ լինի։ Անուշ լինի։ Շնորհակալ ենք հետաքրքիր, արագ եւ վստահ ենք շատ համեղ բաղադրատոմսի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, գրի առնելու կարիք անգամ չկա, որովհետեւ եթե բացեք սառնարանը, դե կարտոֆիլը չգիտեմ, սառնարանում եք բաղում թե ոչ, եթե բացեք հաստատ այս բաղադրիչները կգտնեք ու կպատրաստեք եւ կզարմացնեք ձեր սիրելիներին։ Մենք գնանք համտեսենք այս
համտեսագույն աղցան է եւ կարտոֆիլը, իսկ դուք լսեք երաժշտություն սիրելի հաստատողներ ջան։